Մի աղջկա իրական սիրո մասին։ Տղան ու աղջիկը երկար ժամանակ ապրում էին իրար հետ։ Նրանք երջանիկ էին, բայց կար մի բայց։ Տղան շատ էր սիրում իր ավտոմեքենան, եւ դա մտահոգում էր աղջկան, նույնիսկ խանդեր առաջացնում։ Մեկ օր նրանք երկուսով գնում էին երկար ճանապարհ, եւ ճանապարհի կեսին մեքենայի ակումուլյատորը փչանում է։ Զույգը հայտնվում է փողոցի հենց մեջտեղում։ Սաղ դու էիր մեղավոր, ասաց տղան։ Ես ինչ մեղք ունեմ, սիրելիս։ Տղան բարկացած դուրս եկավ, բացեց կապոտը, նայեց ու ոչ մի բան չհասկացավ։ Բարեբախտաբար 100 մետր այն կողմ կար մեքենաների պահեստամասեր խանութ։ Տղան ու աղջիկը մեքենան հրեցին մինչև վարպետի մոտ։ Մի քանի ժամ անց վարպետը մոտեցավ տղային ու ասաց դժվար թե մեքենան սարքվի։ Ակումուլյատորը լրիվ փչացել է։ Դե մի բան արեք էլի, տղայի է պատասխանը։ Տղա ջան, կա եւս մեկ մեթոդ, բայց ոչ մի բայց, եթե կա այդ մեթոդը արեք։ Տղան շոռ է գալիս ու քայլում, չնկատելով, որ իր սիրելին անհետացել է իր տեսադաշտից։ 3 ժամ անց վերջ պատրաստ է, բարձրաձայնեց վարպետը։ Փախիշ լավ է, բա ոնց եղավ։ Վարպետը լռում է, կողքին կանգնած սպիտակ շորերով բժիշկը։ Տղան, բա բժիշկը ինչ անում է այստեղ։ Աղջիկը վիրահատվել էր, մոտեցավ տղային։ Սիրելիս, քեզ ինչ է եղել։ Արևս, ես վիրահատություն եմ կատարել սրտի։ Բժիշկը հանել է իմ սիրտը եւ տվել վարպետին, որ տեղադրի մեքենային, որպեսզի դու ուրախանաս, որ մեքենան աշխատի։ Տղայի պատասխանը՝ հո դու գիժ չես, ինչ ես արել։ Աղջիկը, ես դեռ կես ժամվա կյանք ունեմ, զայրդ կանգնամ, քանի որ իմ սրտի տեղում ակումուլյատորն է մեքենայի փչացած։ Աղջիկը, արի գոնե այս կես ժամը չվիճենք։ Տղան ու աղջիկը կես ժամ անցկացնում են շատ ակուրատ, մի ռոմանտիկա, վարդերով նվերներ, եւ կես ժամ հետո աղջիկը զայրատկեն լուր նստում է։ Աղջիկը անջատվում է։ Ուղղակի ճիշտ հասկացեք, մարդիկ իրար, ճիշտ օգտագործեք ձեր ժամանակը։